Դեկտեմբերի 9-ն է, մոտ 1 ժամ առաջ ներքին գործերի նախարարության փրկարարծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ազանգեստացել, որ Կիևյան կամրջի տակ Հրազդան գետում դիկա։ Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ թռչեշ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ժամանել են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Այս պահին տարածքը սահմանազատել են Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, քիչ առաջ 7-րդ թռչեշ փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ ճոպանի միջոցով կարողացան Հրազդան գետում մահացածի մարմինը մոտեցնել այս դեպի Ճաղավանդակի մոտ եւ այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աչափնյակ եւ Դավիթ Հաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, որպեսզի դին դուրս բերեն դեպքի փաստով Մաշտոցի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Աչափնյակ եւ Դավիթ Հաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Այս պահին համայնքային ոստիկաններն ու բարեկները փորձում են պարզել տղամարդու ինքնությունը։ Առաջին իսկ պայս նաեւ ժամանել են Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների թիվ 27 խումբը, ովքեր սպասում են նույնպես, որ մարմինը դուրս բերեն, հավանաբար որպեսզի բժիշկը կարձանագրի մահը, ինչից հետո քննիչի որոշմամբ մահացածի մարմինը կտեղափոխվի ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարան։ Նախնական տեղեկություններով տեղի ունեցած է ինքնասպանություն է։ Դա նախնական տեղեկություններ է, սակայն իրավապահները աշխատում են նաև ջրահեղձման տեղեկությունը ճշտելու ուղղությամբ։ Քննիչի չի հայնա, քննչական խումբը մոտեցավ արդեն։